Բարև ձեզ սիրելի բարեկամներ, դուք դիտում եք Ամեկ լուսի Պոստսկրիպտում հաղորդաշարը եւ այսօր իմ զրուցակից հրապարակախոս իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը, շնորհակալություն Զարուհի։ Օրլանդոյի դեպքի հետ կապված, հասարակական ռեակցիան Հայաստանում կա այսպիսի ինտոնացիա ես տեսնում եմ, ճիշտ են վարվել ահաբեկիչները, նրանց հասնում էր։ Այդպիսի բան դուք կարդացել եք, ասենք, սոցցանցերում եւ այլն։ Կարդացել եմ, շատ ցավով եմ ուզում նշել, որ հասարակությունը բավական լուրջ ճեղքվածք ունի այս պահին, մարդիկ, որոնք հասկանում են ամբողջ ողբերգությունը կատարվածի եւ մարդիկ, ովքեր անգամ չարախնդում են, որ այդպիսի դեպք է կատարվել եւ օրինաչափ են համարում իրենց արժե համակարգին եւ հարիր։ Ես կարծում եմ դա շատ լուրջ դիագնոզ է մեր հասարակության, մանավանդ բռնության մշակույթի գրող հասարակության մասին է խոսքը, այդ հատվածի մասին է խոսքը, որը շատ հաճախ կարող է նմանատիպ արտահայտություններ անել եւ կանանց իրավունքների, եւ նույնասեռականների իրավունքների, եւ տարբեր փոքր խոցելի խմբերի վերաբերյալ։ Թուրքական թերթերից մեկը, ազգայնական աճ թերթերից մեկը հենց այդ զոհերին անվանել է այլասերվածներ, շեղվածներ եւ այլն, դա կարծես թե իրենց մշակույթի այդ մարդն էլ կարծես թե ծայրահեղեր իսլամականների տեղավորվում է, բայց քրիստոնեական մշակույթի մեջ առանձնապես չի տեղավորվում, որքան հասկանում եմ։ Չեմ կարող ասել, որովհետև նույն առաքելական եկեղեցու սպասավորները շատ հաճախ շատ անհանդուրժողական ելույթներ են ունենում հենց նույն հայաստանյան մամուլով եւ հեռուստատեսությամբ եւ պարբերաբար անգամ տարբեր խնդիրների շուրջ, երբ իրենց հարցեր են տրվում, բավական կարծր տեսակետներ են հայտնում ժամանակակից մարդու իրավունքների պատկերին անհարիր եւ ես կարծում եմ, որ դա ընդհանուր հայրիշխանական համակարգի դիսկուրսն է, որը շատ ձեռնտու է իշխանությանը նույն, այսինքն լինել կենտրոնում, լինել բոլոր տիպի ազատությունների, բոլոր տիպի իրավունքների մերժող եւ միևնույն ժամանակ հասարակությունը կառուցել կարծր հիերարխիկ համակարգի սկզբունքներին համապատասխան։ Իշխանության մասին ամենաանհանդուրժողը այնուամենայնիվ իշխանությունն է եւ ոչ թե այս հարցերում, այլ երբ որ նրանց հայտնվում է որևէ մրցակից կամ տնտեսական ոլորտում կամ քաղաքական, որը նույնն է, Հայաստանում, նրանք չափազանց անհանդուրժող են, համաձայն եք, եւ 25 տարի անհանդուրժող էին։ Այո, համաձայն եմ, որովհետեւ տարբեր նմանատիպ իրադարձություններ են եղել Հայաստանում 4 տարի առաջ նույն DIY-ի հրկիզումը իշխանության ներկայացուցիչների կողմից եւ նաեւ առաջատար կուսակցությունների ներկայացուցիչների կողմից բավական կոշտ գնահատականների արժանացավ։ Այսինքն կոշտ, որ ոչ թե դատապարտող իմաստով եմ ասում, այլ հակառակը խրախուսող բռնությունը։ Ես ուզում եմ հիշեցնել առաջին հերթին Շարմազանովի հայտարարությունները, երբ նա ասում էր, որ երբեք պետք չէ այլասերվածների իրավունքները պաշտպանել, նրանց կողքին կանգնել։ Միևնույն ժամանակ Հայ հեղափոխական դաշնակցության ներկայացուցիչ Արծրիկ Մինասյանի խրախուսական հայտարարությունները այդ երկու բռնարարների հանդեպ։ Կարծես թե այդ կուսակցությունից էին։ Կարծես թե նրանք երիտասարդական թևին հարող ինչ-որ երկու անձեր, որոնց անգամ վերաբերյալ նրանք բավական խրախուսող հայտարարություններ արեցին եւ ասացին, որ պետք է հպարտանանք մենք նմանատիպ երիտասարդներով, չգիտեմ ինչով պետք է հպարտանային, որ մարդը բռնության ակտ է գործել, հրկիզել է ինչ-որ տարածք եւ ինչ է ուզել դրանով ապացուցել։ Գիտեք, երբ որ խոսվում է բռնության դեմ, կամ ահաբեկչության դեմ տվյալ դեպքում, միշտ վտանգ կա, որ քանի որ զոհերը ենթադրաբար նույնասեռականներ էին, կմտածեն, որ դու պաշտպանում ես նույնասեռականներին եւ ավելին, դու ինքդ նույնասեռականն ես։ Ինձ եւ ձեզ դժվար թե իհարկե կասկածել, բայց այնուամենայնիվ այդ բանը կա։ Ուրեմն դու նրանցից ես։ Գիտեք, ընդհանրապես մարդու իրավունքները պաշտպանելու այդ դոկտրինի մեջ չի մտնում, որ այն խմբի իրավունքները, որը դու պաշտպանում ես, դու այդ խմբի անդամ ես։ Օրինակ, եթե հայոց ցեղասպանության ժամանակահատվածում ցանկացած ֆրանսիացի պաշտպանել է հայերի ինքնության իրավունքը եւ ապրելու իրավունքը, նա հայ չի եղել, չէ՞։ Բայց պաշտպանել է այդ խմբի, այդ էթնոսի, այդ համայնքի իրավունքները։ Եվ եթե մենք դիտարկենք հենց այդ տեսանկյունից, ընդհանրապես հայ ժողովուրդը իրավունք չունի խտրականության մասին, ընդհանրապես այլ պատկերացում ունենալ, բռնության դաշտում լինել։ Ես այժմ անգամ
տարօրինակ կոչեր եմ լսում հայ հանրույթից այս ազգի նկատմամբ, այն ազգի նկատմամբ, ազգը, որը ունեցել է ընդամենը 100 տարի առաջ ցեղասպանություն, ինքը պետք է հասկանա, որ ինքը մերժված է եղել, ինչ որ տարածքում ինքը որպես խումբ, որպես հանրություն մերժված է եղել, եւ ցանկացած այլ հանրության հանդեպ անհանդուրժողականությունը պետք է դիտարկի իր պրիզմայով, իր ողբերգության պրիզմայով եւ չլինի այդպեսին, ու ես զարմանում եմ, որ անգամ ազգայնականները, որոնք կարող է ծածանեն դրոշները, թե վայ ցեղասպանությունը այս ազգը չճանաչեց, այն ազգը չճանաչեց, ուրեմն դավաճան է, ինքը կարող է ցանկացած հանդեպ սարսափելի հայտարարություններ անել։ Ավելի կենցաղային օրինակ բերեն։ Եթե ես դեմ եմ, որ ամուսինը կնոջը ծեծի, դա չի նշանակում, որ ես կին եմ, չէ՞։ Ես պաշտպանում եմ կնոջը որպես մարդու, հա։ Եվ վերջապես, եթե պաշտպանում եմ ես, ասենք օրինակ հաշմանդամների իրավունքները, կամ բարձրաձայնում եմ, որ Հայաստանում, ասենք, լուրջ չեն վերաբերվում, գոնե Երևանում թեքահարթակներ շատ դժվարությամբ են սարքում, որպեսզի այդ մարդիկ ի վերջո դա մարդու իրավունք է, մարդու ապրելու իրավունք է։ Հակառակ դեպքում ես ֆաշիստ եմ ուղղակի։ Այսինքն ցանկացած այլ տիպի, ինձնից այլ տիպի մարդուն մերժում եմ հասարակությունից եւ թույլ չեմ տալիս նրա ապրելը եւ կենսագործունեությունը իմ տիրույթում։ Դառնալով Օրլանդոյի դեպքին, հա, եթե լիներ դա սովորական, հա, գիշերային ակումբ, որտեղ նատուրալներ են, այսպես ասած, ավելի բացասական կվերաբերվեին, չէ՞, ահաբեկչությանը։ Այդ մասը արդեն չէր լինի։ Գիտեք, ես ընդհանրապես ահաբեկչության հանդեպ վերաբերմունքի եւ ակնհայտորեն դատապարտելու խնդիր տեսնում եմ մեր հասարակության մեջ։ Ընդհանրապես ահաբեկչության դեռևս հիշում եք Նորվեգիայում տեղի ունեցավ այդպիսի ահաբեկչություն շատ արունալի եւ այնտեղ քանի որ ահաբեկիչը մի կետով նշել էր իր անարդարությունների պարագայում հայոց ցեղասպանության հարցը, որոշ հայ այսպիսի երևույթներ սիմպաթիայով էին լցվել, ասում էին հայ, այդ տեսեք նա բարձրաձայնել է տարբեր անարդարությունների հարցեր եւ դա է նրան դրթել, որպեսզի նա, այսինքն ամբողջովին մերժել ընդհանրապես ցանկացած բռնարար, ես չեմ տեսնում հայ հասարակության մեջ այդպիսի մոտեցում։ Ընդհանրապես եւ մամուլում, հա, ես 25 տարի այս կամ այն խմբի վերաբերալ, որ սրանց պետք է վառել, սրանց պետք է կյուլել եւ այլն։ Այդ կոչերը ընդհանրապես օրինական չեն, չէ՞, օրինական դաշտում չեն, բայց նրանք նաև բարոյական դատապարտում չեն ստացել։ Իհարկե չեն ստացել։ Ասում եմ, եթե վերնախավի ներկայացուցիչները հիմնականում էլիտան, լինի բռնության մշակույթի գրող, բռնության կոչերանի եւ անգամ օրինակ կանանց իրավունքները պաշտպանող իրավապաշտպան կազմակերպություններին համարեն ընտանիք քանդողներ, ընտանիքին վերաբերալ հայ ավանդական ընտանիքի կերպարը խեղաթյուրողներ, այսինքն ինչ կարելի է այդտեղից ենթադրել, որ հայ ավանդական ընտանիքի կերպարի մեջ մտնում է, որ պարտադիր պիտի այդտեղ տեղ գտնի բռնությունը, սերը պիտի բացառվի, պիտի երկու սեռերի միջև անպայման ճեղքվածք լինի եւ երեխան լինի տուժող պարտադիր, իրենց պատկերացումը կյանքի մասին պարտադիր լինում է իշխողի տեսանկյունից, այսինքն պիտի լինի իշխանություն, իշխանությունը պիտի լինի բիրտ, անհանդուրժող եւ միևնույն ժամանակ բռնության կրող։ Իսկ երբ ասում են կախենք իշխանություններին, դա լավ է, կամ վառենք, հա, ՀՀԿ-ին վառենք, չգիտեմ, իշխանություններին վառենք, դա լավ դրան վերաբերում։ Ասեմ ինչու լավ չի, որովհետեւ դա իրավական մոտեցում չի հարցին, այսինքն չի գիտակցվում ամբողջովին իրավական պատասխանատվությունը իշխանության նկատմամբ եւ հանրային վերահսկողությունը իշխանության նկատմամբ եւ դիտարկվում է ելի ոչնչացման մեթոդը։ Ոչնչացումից հետո դու ստանում ես նույն տիպի իշխանություն, որը ոչնչացրել է մեկին, նստում է ինքը ղեկին եւ տիրում է այդ ժողովրդին, որի կողմից չունի էլի վերահսկողություն։ Այսինքն խնդիրը դրված չէ ամենևին հանրային վերահսկողության ինստիտուտների ձևավորման եւ դրա միջոցով արդարության վերահաստատման։ Անպատժելիության մասին, հա, ես ուզում եմ հիշեցնել հարցնակարի դեպքը, որի մասին դուք գրել եք, խոսել եք, դատի ժամանակ ամբաստանյալները շատ, նրանց հարազատները շատ ագրեսիվ են իրենց պահում, հա, այսինքն նրանք դահիճից դարձել են զոհ։
Նրանք ոչ թե դահիճից դարձել են զոհ, այլ նրանք համակարգային խնդիր են լուծում։ Համակարգում պաշտպանված է ցանկացած բռնարար։ Համակարգը ինքը վերցնում է իր հովանավորության ներքո եւ չի թողնում նրան ամենևին այն վիճակում, որ նա պիտի դատապարտվի։ Եվ հարսնակարը ի դեպ շատ եզակի դեպքերից մեկն էր, որ այդտեղ դատվեցին անձինք կոնկրետ, որոնք վերաբերում էին հենց օլիգարխին, նրա մերձավոր, այո, թիկնազորներ, եւ բավական լուրջ ժամանակահատվածով 12 տարի մինչեւ ազատազրկում, այսինքն համակարգը երբեք չի թույլ տալիս, որպեսզի իր ծառաները, իր սպասավորները արդարադատության առջև կանգնեն եւ սա եզակի դեպքերից մեկն էր, որովհետեւ բավական լուրջ հանրային դիմադրություն առաջացրեց եւ ինչ որ մեկը պետք է դառնար զոհը։ Համակարգի զոհը դարձավ նաեւ համակարգի բռնարարներից մեկը։ Երկուսը, երեքը։ Կարծես թե դա դաս չեղավ, որովհետեւ վերջերս մի դեպք տեղի ունեցավ Նուբարաշենում, չգիտեմ գիտեք թե չէ։ Ուրեմն երիտասարդները խախտել էին եթերության կանոնները, մի իմ տարիքի մարդ նրանց նկատողություն արեց, նրանք դուրս եկան եւ ծեծերով սպանեցին այդ մարդուն, հա։ Դա էլ կապ ունի այդ ամենի հետ, ինչի մասին մենք խոսում ենք, թե չէ։ Կապ ունի։ Բռնության մշակույթի հետ կապ ունի, որով սնուցվում է հասարակությունը, այսինքն ուժի տիրույթում են լուծվում ցանկացած հարցեր, ուժի ցուցադրությունը տղամարդկության եւ հայրիշխանության ցուցադրությունն է, եւ եթե ինչ որ մեկը քեզ անհարմարություն է պատճառում, սկսած տան մեջ, վերջերս դրսում քեզ դիտողություն է օրինականում, նա իրավունք չունի ընդհանրապես դա անելու, դա լուծվում է ուժային տիրույթում։ Եվ եթե դու ուժ չես ցուցաբերում, ուրեմն դու թույլ ես, ուրեմն դու կարող ես անգամ որակվել որպես կին, օրինակ ինչպես է կատարվում այդ հարաբերություններում, քրեական հարաբերություններում, ասում են, եթե տղա ես, դե ցույց տուր քո ուժը։ Եթե ցույց չես տալի, ուրեմն դու տղա չես, չէ՞, այսպիսի որակումներ կան տարօրինակ, որոնք ընտանիքից սկսած մինչև հասարակության տարբեր շերտեր անպայման արտացոլվում են։ Ընտանիքում, հա, հաճախ մեր մոտ ձեռ են առնում ամերիկյան մոդելը, երբ երեխան ասում է, այ դու ինձ վրա մի գոռա, ես ոստիկանություն կկանչեմ։ Դուք ինչպես եք դրան վերաբերվում։ Դա ծայրահեղություն չի։ Չէ, դա ծայրահեղություն չի, ասեմ ինչու ծայրահեղություն չի, որովհետև եթե դե մեր համակարգում ոստիկանությունը դիտարկվում է որպես քաղաքացիական հասարակությունը ցանկացած դրսևորում ճնշելում գործիք, իշխանության գործիքն է, չէ։ Այնտեղի համակարգում ոստիկանությունը որպես մարդու իրավունքների եւ օրենքները պաշտպանելու որևէ անձ է, չէ, դիտարկվում։ Այստեղ ես շատ հաճախ նայում եմ այսպես, եթե մենք 18 տարեկանից ասում ենք մարդուն վերցրու ընտրություն կատարիր, ցանկացած անձնական կյանքում ընտրություն կատարիր, գնա ընտրությունների prezident ընտրիր, չգիտեմ, խորհրդարան ձևավորիր, ինչպես պետք է դաստիարակվի այդ քաղաքացին։ Եթե մինչև 18 տարեկանը դու ծեծում ես, անարգում ես, իր եսը տանը ոչնչացնում ես եւ չես թողնում, որ ինքը արտահայտվի։ Ինչպես ես պատկերացնում 18 տարեկանը խփեց ու ինքը միանգամից դարձավ քաղաքացի, ինչպես է ձևավորում քաղաքացուն։ Այսինքն քաղաքացին պիտի կերտվի սկզբանե, երբ ծնվում է, եւ պետությունը պիտի տեր կանգնի իր քաղաքացուն։ Թույլ չտա, որպեսզի ցանկացած տիպի այլ տիպի կառույց, լինի դա ընտանիք, լինի դա համայն, լինի դա ազգային էթնոս։ Օրինակ Ամերիկայում գիտեմ, որ բազմաէթնիկ հանրություն է եւ հայերը մի կերպ են ապրում, չգիտեմ, չինացիները մի կերպ են ապրում։ Մինչեւ չլինի պետական մոտեցումը քաղաքացու նկատմամբ, ամեն էթնոս իր ձևով ասենց տարերային կաճի։ Ոչ մի բան չի ձևավորվի։ Բայց մերոնք ասում են, ես եմ իմ ընտանիքը, ինչ գործ ունի պետությունը իմ ընտանեկան գործերի հետ։ Այ գիտեք, վերջերս մենք երկար խոսում ենք քննչական կոմիտեում, թե ինչպես ընդհանրապես քննել այդ գործերը ընտանեկան բռնության, եւ շատ քիչ քննիչներ կան, կարող եմ ասել եզակի, անգամ պարոն Ղամբարյանը նշեց, որ մենք մեծ խնդիր ունենք ներսում, մշակութային խնդիր, ոչ ոք չի ուզում մատի եւ մատանու արանքը հայտնվել։ Կա այդ գիտակցությունը, որ դա փակ տարածք է, բայց փակ տարածք լինելով հանդերձ ամեն քաղաքացու անձնագրում գրված է, որ այս մարդը գտնվում է Հայաստանի Հանրապետության հովանավորության ներքո։ Նրա հովանավորը Հայաստանի Հանրապետությունն է։ Այսինքն ինչպես ենք պատկերացնում նրա պաշտպանությունը, եթե մարդը խոշտանգվում է տան ներսում։ Ինչպես ենք պատկերացնում այդ պաշտպանությունը։ Ես չգիտեմ այլ կերպ, քան պետական վերահսկողությունը կամ օրենքի ուժով միջամտությունը։
Ես այլ կերպ չգիտեմ։ Ձեր իրավապաշտպանների մասին հաճախ ասում են, որ նրանք ներմուծում են եվրոպական մեզ համար ոչ հարիր արժեքներ եւ ներմուծում են փողի դիմաց, այսինքն գրանտների դիմաց։ Դրան ինչ պատասխան եք։ Մարդիկ այդ արժեքների կրողն են։ Մարդիկ այդ արժեքները կարողանում են ինչ-որ կերպ լուսաբանել, տարածել եւ իրացնել շատ հաճախ այո դրամաշնորհների միջոցով։ Բայց հիմա պետք է նաև դիտարկեմ այլ տեսանկյունից։ Պետական համակարգը ինչպես է իրականացնում իր ծրագրերը։ Նույնպես դրամաշնորհների, ինչպես է գոյացել երկրի արտաքին պարտքը։ Նույնպես դրամաշնորհների միջոցով։ Այսինքն այդ ֆինանսական աղբյուրը ինչ որ տեղից պիտի լիներ։ Ես շատ ուրախ կլինեի, եթե Հայաստանի Հանրապետությունը լիներ տնտեսապես ուժեղ կայուն պետություն, որը նաև հովանավորեր մարդու իրավունքների ծրագրեր։ Այսինքն մարդկանց կրթական համակարգը, ես հիմա կրթության մեջ եմ տեսնում շատ մեծ խնդիր։ Երբ Հայաստանի Հանրապետության քաղաքացին կրթական համակարգում չի ստանում այն բավարար գիտելիքները, որը հետագայում իրեն պետք կգա իր իրավունքները պաշտպանելու տեսանկյունից։ Կարող է այնտեղ տեղ գտնել եկեղեցու պատմություն, կարող է այնտեղ տեղ գտնել տարբեր տիպի այլ առարկաներ, բայց չլինեն իր իրավունքների համար կարևորագույն առարկաներ։ Մարդու իրավունքների առարկա չկա, կարծես ինչ որ շատ բարձր դասարաններում ինչ որ այդպիսի առարկա կա, որի դասագիրքը շատ կասկածելի է եւ որը անգամ չի տալիս այն կարևորագույն գիտելիքները, որը զորակոչի ժամանակ օրինակ պետք է գա զորակոչիկին։ Անմիջապես դպրոցը ավարտելուց հետո մարդը զորակոչվում է բանակ։ Ինչ գիտելիք ունի նա իր իրավունքների մասին, որևէ գիտելիք չունի։ Եվ այսպիսի մի հարցել է առաջանում Հայկ Խանոմյանի հետ կապված, նրա ծեծից հետո պետական պաշտոնյաները, ասեցին ավատ մարդ էր, ինչ-որ նա սկանդալային բնավորություն ունի ընդհանրապես եւ այլն, այսինքն 2 օր անցավ նոր կարծես թե հասկացան, որ դա պետք է դատապարտել։ Չհասկացան, նրանց հասկացրեցին, որովհետեւ իսկապես հանրային շատ լուրջ աղմուկ բարձրացվեց, շատ լուրջ։ Եվ իրավապաշտպանները բարձրաձայնեցին եւ անգամ այդպիսի կոչեր հնչեցին, եթե Ղարաբաղը չի դատապարտում, դա արդեն իր ժողովրդավարություն ընտրած ուղու շեղում է բավական լուրջ եւ դրանից հետո նոր Բակո Սահակյանը հայտարարությամբ հանդես եկավ, բայց դրանից առաջ հենց Բակո Սահակյանի խոսնակը մինչ այժմ պաշտոնավարում է, մենք տեսնում ենք եւ որևէ անգամ դիտողություն չի ստացել իր հայտարարությունների համար։ Նա բավական մարդու իրավունքների եւ անգամ Ղարաբաղի ազգային ժողովի падգամավորի հանդեպ պետական պաշտոնյայի հանդեպ բավական կոշտ հայտարարություն արեց, որը ընդհանրապես դուրս է պետականաշինության գործընթացից դուրս է դա, ոնց որ ինչ որ գողական խմբավորման հայտարարություն լիներ կներեք, որը ինձ համար անհասկանալի է, անընդունելի է եւ այս դեպքում ես լուրջ կասկածի տակ եմ դնում Ղարաբաղի ժողովրդավարացման ճանապարհը։ Ինչպես սեքսիզմի մասին, այսպեսի մի բան եմ նկատել, երբ որ մեկը անշնորհք է քշում մեքենան, եթե տղամարդ է ասում, դե տեսնում եք ինչ բան է, ինքնավստահ մարդ է, կարողանում է խախտել, կարողանում է։ Երբ որ կինն է խախտում, դե աղջկանից ինչ պիտի սպասես, չի կարողանում քշի, կանոնները չգիտի եւ այլն եւ այլն։ Կա այդպիսի բան թե չէ։ Կա, շատ լուրջ կա եւ կանանց որևէ սխալ չի հանդուրժվում։ Ես անգամ երբեմն դիտարկում եմ ազգային ժողովում, քանի падգամավոր կին կա, 11, չէ։ Ցանկացած падգամավորի կին падգամավորի հայտարարություն միանգամից քննարկվում է շատ կոշտ ձևով, մենք քանի տղամարդ հայտարարություններ են անում եւ ընդհանրապես կարող է հանդուրժվեն եւ նույն ժամանակ ասեն դե տղամարդ է, դե իրեն կարելի է միգուցե բան, կանանց հանդեպ սարսափելի անհանդուրժողականություն եւ նույն ժամանակ լավ դու ինչի ես ընկել քաղաքականության մեջ այդ կեղտոտ ոլորտը, չգիտեմ ինչ, այսպիսի հայտարարություններ են արվում, որը ակնհայտ սեքսիզմի դրսևորում է եւ դրա գագաթնակետներ Վովա Գասպարյանի հայտարարությունը լրագրողի հանդեպ։ Ես քո մեջ ինչ եմ տեսնում։ Այսինքն լրագրողը իր պարտքն է կատարում, գնացել է իր հարց է տալիս։ Լրագրողը այլ բան չի կարող անի, քան հարց տալ պետական պաշտոնյայի։ Ինչ կապ ունի նրա սերը եւ ինչու է դրվում սերայնացվում նրա մասնագիտական կարողությունները եւ նրա մասնագիտական պարտականությունները։ Դուք լուծումը ինչու եք տեսնում, չգիտեմ, լուսավորչական աշխատանքի մեջ, դասախոսությունների մեջ, ինչու՞։ Ինչու՞ որ մենք անում ենք, մենք անընդհատ աշխատում ենք տարբեր խմբերի հետ, սկսած
մարզային հանդիպումներից վերջացրած լրագրողների հետ պարբերական, այսպիսի դասախոսական գործունեություն կամ տրեյնինգներ, որոնք կարող են փոխել կարծրատիպային մոտեցումը հասարակության մեջ։ Այ եթե տղամարդը ուժեղ է, լավ է, եւ դա պետք է ինքը իրացնի պարտադիր, եթե չի իրացնում, ուրեմն ինքը արդեն սեռային խնդիրներ ունի, անպայման կապվում է սեռականության հետ պարտադիր։ Եթե կին է, ինքը պետք է իրեն համեստ պահի, հայեցի պահի պարտադիր եւ ինչ որ ստերեոտիպային պատկերացում կա, որի մեջ ինքը պետք է Տղամարդը պետք է իրեն համեստ չպահի։ Չպահի, հա, հայեցի չի, երբ որ ինքը համեստ է պահում։ Ուրեմն ինքը եվրոպական է, եվրոպական արժեքների կրող է, իսկ դա արդեն կասկածի տակ է դնում նրա սեռական ինքնությունը, պարտադիր։ Ու սկսվում է այդպես ինչ որ մի շարան։ Վերջում դա կիսաանձնական, հա, մի հարց։ Դուք չեք պատրաստվում մտնել այդ կեղտոտ ոլորտի մեջ, որը կոչվում է քաղաքականություն, չգիտեմ, մասնակցել ազգային ժողովի ընտրություններին եւ այլն։ Մենք բոլորս քաղաքականության մեջ ենք, ի սկզբանե կուսակցական գործունեության մասին եթե լինի խոսքը, չեմ պատրաստվում, որովհետեւ կուսակցությունները համարում եմ տղամարդկանց ակումբներ, որտեղ կանանց ներկայությունը քվոտավորված է եւ անպայման այդ հարցը կանանց ներկայությունը շոշափվում է միայն ազգային ժողովի ընտրությունների նախաշեմին, եւ պետք է ցուցակներ կազմվեն։ Այլ ժամանակահատվածում այդ հարցը ընդհանրապես չի կարևորվում, կանանց խնդիրները համարվում են օժանդակ, կանանց խնդիրները համարվում են ոչ կարևոր եւ այս մեծ ազգային խնդիրների պարագայում հիմա անդրադառնանք կանանց խնդիրներին, բայց սիրելիներս կանայք հանրապետության 50%-ից ավելին են եւ 50%-ից ավելին լինի ստորացված, ստորադասված, նրանց իրավունքները չդիտարկվեն որպես գերակա, դա նշանակում է, որ դու քո հանրապետության ուղիղ կեսը անտեսում ես։ Այսինքն զուտ 50%-ը համարում ես սպասարկող անձնակազմ։ Շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար։ Սիրելի բարեկամներ, ես հիշեցնեմ, որ իմ զրուցակիցն էր հրապարակախոս իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը։ Մենք կհանդիպենք վաղը, տեսություն։